առաջին հենց ցայտուն խախտումը ընտրական տեսանկյունից, ազատ եւ հավասար ընտրությունների տեսանկյունից, դա վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունը եւ գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են։ Ստեղծված իրավիճակի տեսանկյունից, շնորհակալ եմ։ Ստեղծված իրավիճակի տեսանկյունից առաջին փաստական տվյալը, որը կցանկանայի վկայակոչել, դա կենսաթոշակների բարձրացումն էր։ Պատկերացրեք, ընտրական գործընթացը այլևս մեկնարկած է, կա հանրապետության նախագահի հրամանագիր, բայց Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում կենսաթոշակի բարձրացում։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնույթի խնդիրներ առկա են։ Ակնհայտ է, որ 10,000 դրամով կենսաթոշակի բարձրացումը առավել քան սպասելի բարեփոխում էր, բայց այն ոչ թե տեղի է ունենում 2022 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2023 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2024 թվականին, այլ հենց 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Մյուս հանգամանքը, որը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցության եւ իշխանության գործունեությունները մեկտեղված են, ի հակադրում են ազատ եւ հավասար ընտրությունների երաշխիքի, դա այն փոփոխությունն էր ընտրական օրենսգրքի, որը տեղի ունեցավ ապրիլի 7-ին։ Կհիշեք, որ նշվածը վերաբերում էր նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների գործընթացում անձնանուն չի կարող օգտագործվել որպես դաշինքի անվանում։ Այն ուղիղ կատարվել էր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դեմ, քանի որ արդեն իսկ հայտարարվել էր, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի անվանման մեջ վկայակոչվելու է նաև Սամվել Կարապետյանի անունը։ Իդեպ, ուժերը որևէ կերպ դա չէին էլ թաքցնում, որ դա է պատճառը այդ օրենսդրական փոփոխության, բայց այդ օրենսդրական փոփոխության միջոցով նաև մեկ այլ հանգամանք էր փոփոխվել։ Անվավեր քվեաթերթիկ հասկացության պահանջների վերաբերյալ նոր կարգավորում եւս նախատեսվեց։ Եվ դրա ուղիղ պատճառահետևանքային կապը, հետևանքը արձանագրվել է այս ընտրությունների արդյունքներով։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 16,000-ից ավելի քվեաթերթիկ եղել է անվավեր։ Սա իսկապես ցայտուն փաստական տվյալ է, թե ինչպես չի կարելի ընտրությունները կազմակերպել, ինչպես չի կարելի ունենալ միջամտություն ընտրական գործընթացի։ Մյուս հանգամանքը, որը ցանկանում ենք վկայակոչել, որ ապացուցում է ընտրությունների ազատ եւ հավասար չլինելը, դա ատելության խոսքն է, դա քրեական հետապնդման ռեժիմը որպես քաղաքական գործիք օգտագործելն է։ Ատելության խոսքի հետ կապված շատ հետաքրքիր գնահատականներ լսել ենք այս ընթացքում։ Իհարկե ատելության խոսք տարածողը, թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը եղել է քաղաքացիական պայմանագիրը, իդեմս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Շատերը ձեզանից տեղեկացված չեն, որ նշված հարցը հանդիսացել էր վարչական դատարանում քննության ենթակա հանգամանք։ Շատերը տեղեկացված չեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտել վարչական դատարանը նշված արտահայտությունների բառամթերքի վերաբերյալ։ Ուզում եմ պարզապես մի քանի շեշտադրումը այսօր ներկայացնել հանրությանը, որը ավելի մանրակրկիտ կներկայացվի Սահմանադրական դատարանը։ Ըստ վարչական դատարանի համապատասխան դատական ակտի, այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Երկրորդը, Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ եւ առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ Մյուս հանգամանքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, շատերն էին դրա մասին խոսում, վերջերս նկատեցի, որ նաև կարծիք հնչեց, որ ինչպես մենք հակադարձում ենք բազմաթիվ ապօրինի քրեական հետապնդումների դեպքերով, որ չկա գեթ մեկ դատական ակտ, որը նշվածը որպես փաստ թույլ կտա վկայակոչել,
Ասում են, բա նույնն էլ չկա վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերով։ Նշված գործընկերները մոլորության մեջ են, որովհետև կան մի քանի վարչական դատարանի դատական ակտեր, որոնցով ուղիղ արձանագրված է վարչական ռեսուրսի վերաբերյալ խնդիրը։ Նշված խնդիրն էլ ինչ տիրույթում է։ Մենք դիմել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե մերժել է մեր կողմից ներկայացված դիմումը, այլ այն հասցեագրել է դատախազություն։ Վարչական դատարանը գտել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն աստիճան խնդիր է արձանագրել, որ ուղարկել է այն դատախազություն։ Այսինքն նյութական կոմպոնենտը, որ վարչական ռեսուրս չարաշահվել է թե ոչ, վարչական դատարանները նույնիսկ հաստատել են։ Դատարաններից մեկը նաև իր դատական ակտում նույնիսկ մի քայլ առաջ է գնացել, ուղիղ արձանագրելով, որ այնտեղ վերջինս նկատում է քրեաիրավական տարրերը։ Դեպքերից մեկը, որ պատկերացնենք, վերաբերում է 2026 թվականի մայիսի 28-ի հայտնի ասուլիսին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածուն մի պայից սկսած վերածվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի։ Եվ հենց կառավարության շենքում մամլո ասուլիսի շրջանակներում նաև քաղաքական գնահատականներ է հնչեցնում։ Ճիշտ հասկացեք իրավիճակը, հարգելի գործընկերներ։ Ազատ եւ հավասար ընտրությունները ենթադրում են ազատ եւ հավասար պայմաններ։ Եթե քաղաքական ուժերից մեկը կարող է մեկ ակնթարթում առանց որևէ կառավարության ծրագրում այն նախատեսելու կենսաթոշակը բարձրացնել, կարող է պարզապես ատելության խոսք տարածել եւ այդ ատելության խոսքին հետևողական լինեն իրավապահ մարմինները լրիվ այլ կոնտեքստում։ Օրինակ խոստանան տնտեսական միջամտություններ, իրավապահ մարմինները ոչ թե այդ խոստում հնչեցնողի նկատմամբ քրեական վարույթ հարուցեն, այլ հենց հասցեատիրոջ նկատմամբ։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը երևի թե պետք է հարցնեին, այսպես ասած, ընտրակաշառքի եւ այլ նման դեպքերի մասին։ Ենթադրում եմ, երևի շատերը իսկապես լուրջ են ընդունել այն հայտարարությունները, որ դրանք եղել են համատարած, հակակոռուպցիոն կոմիտեն ունեցել է հազարավոր բացահայտումներ, հազարավոր գաղտնալսումներ եւ այլն։ Այժմ երևի թե պահն է, որ նշվածի վերաբերյալ մի քանի հստակ տվյալ հայտարարվի։ Առաջինը, հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական տվյալ փոխանցելով սահմանադրական դատարանին, այնտեղ քաղաքացիական պայմանագրի, որևէ աջակցի, որևէ անդամի, որևէ համակրի նկատմամբ քրեական վարույթ չկա։ Օբյեկտիվ իրականության մեջ դուք սա պատկերացնում եք։ Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերյալ, տվյալը հետևյալն է. 258 անձի վերաբերյալ քրեական վարույթ։ 258, որ պատկերացնեք փետրվար ամսից Հայաստանի Հանրապետությունում գաղտնալսվել են հազարավոր անձինք, իրականացվել են հազարավոր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, իրականացվել է մասսայական ճնշում անձանց նկատմամբ քրեաիրավական վարույթներով եւ մեղադրյալ են հանդիսանում հունիսի 24-ի դրությամբ, այսինքն հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը ներառյալ 258 անձ։ Հիմա ուզում եմ հասկանամ, որևէ մեկը այլևս այս հայտարարությունից հետո կարող է խոսել նրա մասին, որ Հայաստանում եղել են զանգվածային ընտրակաշառքի դեպքեր 258 մեղադրյալի պայմաններում։ Երբ Հայաստանի Հանրապետությունում իմ համեստ կարծիքով երևի թե գրեթե մարդ չկա, ում չեն գաղտնալսել։ Եվ այս քրեական հետապնդումների վերաբերյալ մի կարևոր արձանագրում եմ ուզում կատարել։ Հիմնականում դրանց ելակետային ժամանակահատվածը եղել է ապրիլ-մայիս ժամանակահատվածը։ Քրեական վարույթների ամենամեծ քանակը եղել է հունիս ամսին։ Որևէ մեկը կարող է տալ պատասխան ինչով է պայմանավորված, որ օրինակ հենց լռության պահպանման օրը Դավիթ Ղազինյանի վերաբերյալ հրապարակվում է ձայնագրություն։ Ձայնագրություն, որը կատարվել է մայիս ամսին։
Ինչի քրեական վարույթը չի նախաձեռնվում մայիս ամսին, այլ հենց լռության պահպանման օրն է այն իրականացվում։ Պատճառը մեկն է. ազատ եւ հավասար ընտրություններ չունենալը։ Որովհետև պարզ է, չէ, երբ ընտրությունից, քվեարկությունից 1 օր առաջ նման հրապարակում է կատարվում, մեղմ ասած, դա վախի մթնոլորտ ստեղծելու եւ ձևավորելու մասին։ Հենց այդպես էլ եղել է։ Իդեպ, այն, որ նույնիսկ քվեարկության օրը եղել են դեպքեր, որ անձանց ձերբակալել են, որոնք եղել են ընդդիմադիր ուժերի վստահված անձինք, եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել, ինչի մասին է խոսում, որ ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար պայմաններում։ Իդեպ թվարկածս խումբ խնդիրները դրան զուգորդելով շատ լավ հիշում եմ իհարկե, կարծես ապրիլ-մայիս ամիսներն էին, երբ խոսում էին արտաքին միջամտության ռիսկերի մասին։ Արտաքին միջամտություն Հայաստանի Հանրապետությունում ընտրական այս գործընթացում տեղի ունեցել է։ Այն տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն տեղի է ունեցել Ֆրանսիայի կողմից, այն տեղի է ունեցել եվրոպական երկրների կողմից, եւ այն ունեցել է մեկ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Արդյոք սա հանդիսանում է ժողովրդավարական վարքագիծ։ Արդյոք սա միջամտություն չէ ընտրական գործընթացին։ Իհարկե միջամտություն է։ Արդյոք սա գնահատվել է որևէ մի դիտորդական առաքելության կողմից, իհարկե ոչ։ Բայց դիտորդական առաքելությունը օրինակ նկատել է, որ իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 90%-ը պետական պաշտոնյաներ են։ Սա իդեպ բառացի մեջբերում էր ԵԱԿ ժմիգի զեկույցից։ Բառացի մեկ այլ մեջբերում ԵԱԿ ժմիգի զեկույցից հանդիսանում է այն, որ իսկապես քրեական հետապնդումները, քրեաիրավական գործիքակազմները օգտագործվել են քաղաքական նպատակներով։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները տարածաշրջանում երևի թե միակն են, որտեղ ամենախոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդը այս ողջ ժամանակահատվածում գտնվել է տնային կալանքի պայմաններում։ Եվ եթե հարցնեք ինչի, դրան պատասխան չկա։ Որովհետև ըստ դատարանի որոշման Սամվել Կարապետյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը հաղորդակցվելու միջոցով անձանց հետ։ Ըստ էության տրամաբանությունը սա էր. թաքնվելու ռիսկ չկա, նոր հանցանք կատարելու ռիսկ չկա։ Սամվել Կարապետյանը այս ժամանակահատվածում դատական ակտին հաջորդած հաղորդակցվել է 10,000-ից ավելի անձանց հետ։ Բայց այդպես էլ իր խափաման միջոցը չփոփոխվեց։ Եվ վերջում իհարկե, հարգելի գործընկերներ, ուզում եմ սահմանադրական դատարանի վերաբերյալ մի քանի արձանագրում կատարել եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ընտրախախտումների տեսանկյունից մենք վկայակոչել ենք եւս մի խումբ հարցեր։ Դրանք վերաբերում են հենց քվեարկության օրվան եւ հաջորդող օրերին։ Դրանցից երկու խումբը ըստ էության ունենք շուրջ 80,000 անձնագրեր, որոնք չեն աշխատում։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում ինչի 1,475,000 անձ պետք է մասնակցի ընտրությունների, բոլորի անձնագրերը աշխատեն բացառությամբ 80,000, շուրջ 80,000 մեր հայրենակիցների։ Ինչի համար։ Մյուս հանգամանքը ունենք շուրջ 17,000 գաղտնի, չհրապարակվող, չվերահսկվող ցուցակներով ընտրող մեր հայրենակիցներին։ Իդեպ 2021 թվականին այս թիվը շուրջ 10,000 էր։ 2026 թվականին այս թիվը շուրջ 17,000 է։ Հետաքրքիր հարցադրում է, չէ՞։ Հիմա ինչպես պետք է վերահսկողական մեխանիզմ իրացվի այս 100,000 ձայների նկատմամբ։ Իդեպ այդ 100,000-ն էլ նենց հետաքրքիր զուգադիպությամբ վճռորոշ թիվ է։ Իդեպ իհարկե վճռորոշ թվի տեսանկյունից կարելի է ասել, որ որևէ մի հանգամանք էլ նշանակություն չէր ունենա, որովհետև դեռևս քվեարկությունը ամենավաղ փուլում գտնվող ամփոփման տեսանկյունից ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարում էր, որ իրենք հաղթել են ընտրություններում։ Եվ ես շատ լավ հիշում եմ, ես չգիտեմ լրագրողներից այդ հարց տվողը արդյոք այսօր ներկա է հենց այս ասուլիսին, թե ոչ, ես հիշում եմ, որ հարց հնչեց, թե ի վերջո քանի տոկոսով է հաղթում քաղաքացիական պայմանագիրը, դրան հնչեց ֆանտաստիկ պատասխան, որ չգիտեն։
Իսկ եթե չգիտեն ավելի տրամաբանական այն չէ, որ ուրեմն չգիտեն նաև հաղթում են թե ոչ։ Բայց սա է Հայաստանի Հանրապետության ընտրությունների պատկերը։ Մենք այս խնդիրը ներկայացրել ենք Սահմանադրական դատարանին նաև միջնորդությամբ, որ փորձենք հասկանալ ի վերջո ովքեր են մեր այդ հայրենակիցները, շուրջ 17,000 թիվ կազմող։ Սահմանադրական դատարանը բավարարել է այս միջնորդությունը եւ կարծես այս տվյալները պետք է հասանելի դառնան մեզ Սահմանադրական դատարանում։ Կդառնան թե ոչ դա այլ հարց։ Մենք Սահմանադրական դատարանին նաև խնդրել ենք մի պարզ վարժության լուծումը, թե ֆինանսների նախարարությունը եւ մարզպետարանները եւ համայնքները մեզ տրամադրեին տվյալ, թե օրինակ 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը որքան պարգևավճարներ, լրավճարներ, սոցիալական օժանդակություն, նվիրատվություններ եւ այլն այս թիվը ինչ ծավալ է կազմել 25 թվականի նույն ժամանակահատվածում եւ 26 թվականի նույն ժամանակահատվածում։ Սահմանադրական դատարանը այս հարցի ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել։ Կարծում եմ պատճառը ինչի չի ձեռնարկել առավել քան ակնհայտ, որտեղ պատասխանն է ակնհայտ։ Միաժամանակ իհարկե հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածում մենք ունեցանք իրապես աննախադեպ մի իրավիճակ, երբ ամենամեծ ընտրախախտումներից մեկը նաև կատարում է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ անկեղծորեն եմ ասում, առաջարկում եմ որևէ կերպ նշանակություն չտալ ընտրական օրենսգրքի մեկնաբանման, տակտիկական քվեարկություն նման երևույթներին խնդրում եմ անտեսել։ Մի պարզ պատճառով։ Վարչական դատարանը իր վճռով ուղիղ գրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն։ Ստիպված է։ Այսինքն այստեղ կամ վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ։ Կամ թող արձանագրվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանից վեր մարմին է։ Թող փոխվի օրենսդրությունը այդ դեպքում։ Մենք խոսում ենք ի դեպ շուրջ 2500 պոտենցիալ ընտրողների քվեի մասին, որտեղ պետք է տեղի ունենար վերաքվեարկություն։ Մենք ի դեպ շատերը խոսեցին, չէ, այս երկու ընտրական տեղամասի արդյունքների, դրա անվավեր ճանաչելու մասին։ Ամենամեծ խնդիրը գիտեք ինչումն է, հարգելի գործընկերներ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ լիազորություն իր նախաձեռնությամբ ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու։ Չուներ նման լիազորություն։ Որովհետև եթե ունի նման լիազորություն, ձեզանից յուրաքանչյուրը այլևս իրավունք ունի հարց տալու։ Իսկ ինչի միայն այդ երկու ընտրական տեղամասում են տեղի ունեցել ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու գործընթաց։ Ինչու միայն այդ երկու ընտրական տեղամասը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ինչ ելակետով էր դա որոշել։ Չունեք չէ դրա պատասխանը։ Մենք էլ չունենք։ Որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե որևէ մի ուժի դիմումի հիման վրա է այն իրականացրել, այլ սեփական նախաձեռնությամբ։ Եթե հարցը նրանում է, որ օրինակ այդ ընտրական տեղամասի վերաբերյալ արձանագրումները ընտրատարածքային հանձնաժողովի կողմից առկա էին, ես երկու այլ ընտրական տեղամասի վերաբերյալ հետաքրքիր տվյալ բացահայտեմ։ Օրինակ 36 կոտորակ 6 եւ 36 կոտորակ 11 ընտրական տեղամասերի վերաբերյալ։ Պատկերացրեք ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, որը հրապարակված է ԿԸՀ կայքում։ Այնտեղ ուղիղ գրված է, որ այդ ընտրական տեղամասի հանձնաժողովի երկու անդամ պետք է իր կարգավիճակից զրկվի։